Եթե բավականին չհաստատի, քաղաքապետը իրավունք ունի այս հարցը բարձրացնելու եւ համանadrական դատարան մտցնելու։ Ավագանու անդամների հետ, թե առանց վերջիններիս Վարդան Ղուկասյանը կդիմի համանadrական դատարան։ Գյումրու ավագանու հերթական նիստի առանցքային հարցը կառավարությանն այսպես ասած դատի տալու հարցն էր։ Վերացրեք, տարվում է քաղաքից 85 միլիարդ դրամ եւ Գյումրու քաղաքապետարանին տրվում է 4 միլիարդ։ Համայնքի ղեկավարը շեշտում է բյուջեի ձևավորման այս տարբերակը Գյումրուն թողել է առանց բավարար ֆինանսական հենարանի։ Արդյունքում քաղաքը չի կարողանում լուծել աշխատատեղերի ստեղծման, անօթևանության եւ մի շարք այլ խնդիրներ։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից սակայն հակադարձում են։ 2008 թվականից մինչ 2018 թվական, այսինքն 10 տարիների ընթացքում դոտացիայի չափը կազմել է 17 միլիարդ։ Իսկ 2018 թվականից մինչև 2025 թվականը, այսինքն 8 տարիների ընթացքում, կազմել է 22.5 միլիարդ դրամ, եւ հաջորդ տարի ավելի է ավելանալու։ Համայնքի ղեկավարի խոսքով դոտացիայի չափը պետք է կազմեր ավելի քան 27 միլիարդ դրամ, եւ ահա հանուն այդ կորցրած միլիարդների վերականգնման ավականին քննարկում էր դիմել, թե չդիմել համանadrական դատարան։ Չնայած նրան, որ Վարդան Ղուկասյանն իրացնելով իր համանadrական իրավունքը կարող էր միայնակ էլ դիմել իրավապահ մարմիններին, բայց ինչպես ինքն է նշում, ուզում էր հասկանալ ավականու տրամադրությունները, իսկ դրանք իրարամերժ էին։ Միանշանակ ողջունելի է եւ արժանի կողմ քվեարկության։ Խոչընդոտում եք կառավարություն համայնք աշխատանքին եւ այս կերպ դուք խանգարում եք Գյումրու զարգացմանը։ Հրավիրենք պարոն Բագրատյանին եւ իր թիմի ներկայացուցիչներին։ Ներկայացնել բոլոր հիմնավորումները, բոլոր իրավական կողմերը։ Ղուկասյան, այո, դուք ուշացիք, որ դուք մանդատ ունեք եւ իրավազորեք կարող եք այս հայտը ներկայացնել դատարան, շատ լավ է, պիտի առաջարկենք, որ ամեն դեպքում օգտվեք այդ մանդատից։ Առաջ բերված հարցով փաստաբանական ծառայություններ ներգրավելու համար առավելագույն շեմը սահմանվում էր 6 միլիոն դրամ, բայց բուրն ու երկար քննարկումներից հետո հարցն ամբողջությամբ օրակարգից հանվեց։ Առաջիկայում մասնագիտական քննարկումներ կլինեն, որպեսզի գյումրեցիները ավելի լավ հասկանան, ինչ է իրենից ենթադրում համայնքի ղեկավարի կողմից առաջ քաշված այս հարցը։ Բուրըն քննարկումների ֆոնին քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից նաև հորդորում են պահպանել խոսքի էթիկան։ Աղջիկ ջան, աղջիկ, երիտասարդ, Զերծ մնացեք նման բառամթերք օգտագործելուց։ Լարված մթնոլորտը թուլացավ օրակարգի մյուս հարցերի քննարկման ժամանակ ավականին կողմ քվեարկեց նախկին ռադիոգործարանի հանրակացարանում բնակվող 9 ընտանիքների ժամանակավոր կեցության հարցի լուծմանը։ Նշենք նաև, որ օրակարգում էր ընդհանուր 20 հարց։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանիսյան, այսօր։